Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխամասային գրասենյակի մոտ հավաքված ընկերության մի խումբ աշխատակիցներ իրենց դժգոհությունն էին արտահայտում պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի դեմ։ Խնդիրն այն է, որ մետրոպոլիտենի ղեկավարությունը աշխատակիցներից պարտադիր հետպահումներ է արել։ Մոտ 40 աշխատակից հունվար ամսվա աշխատավարձը ստացել է 5-ից 12,000 դրամ պակաս, ինչն առաջացրել է վերջիններից դժգոհությունը։ Նրանք մեջբերում են Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային նիստում ընդունված որոշումը, համաձայն որի գործատուները իրավունք չունեն աշխատակիցներից աշխատավարձերի հետպահումներ անել մինչև վերջնական որոշումը։ Աշխատակիցները, ովքեր ընկել են այդ կൂട്ടակային օրենքի տակ, բողոքում են անօրինականության համար, որտեղ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել կասեցնել պարտադիր կൂട്ടակային այդ օրենքի պարտադիր բաղադրիչ մասը։ Իսկ այսօր մեզանից պահել են այդ տոկոսները։ Հիմա մենք դիմում բողոք ենք ներկայացնում, որպեսզի որ դեմ ենք դրան ու ուզում ենք, որ մեր փողերը հետ վերադարձնեն։ Մոտ 70,000 դրամ ստանում ենք, հիմա 5,000 դրամ պահում են արել։ Կեղտոտից են հաշվում, կեղտոտը 100,000 է լինում, իրենք այդ 100,000-ի 5%-ը պահում են անում։ Հիմա ինչ եք պահանջում։ Մենք ընդհանրապես դեմ ենք այս կൂട്ടակային համակարգին։ Այս դեմումով պահանջում ենք պես պահած գումարներ, իրենք ասում են մետրոյի մեջ չի գնացել պետական բյուջե, այդ գումարները հետ վերադարձնեն։ Ընդհանրապես դեմ ենք այս համակարգին։ Որոշումը կասեցրել են մինչև մարտի 28-ը, հա, ինչ-որ։ Դե մինչև այդ պետք է չպահեն, մինչև որոշումը կլինի, ինչ-որ գործատուների վրա են թողել, գործատունել իրանք են, պետությունն է, դե քաշվս մարդիկ էլ ով են մենք։ Եվ բացի այդ, ըստ մետրոպոլիտենի աշխատակիցների իրենք դեմ են 5% պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգին, քանի որ չունեն վստահություն, որ տարիներ անց իրենց գումարները կստանան։ Սերունդների համերաշխության մասին իշխանական թևի բարձրաձայնումները միֆ են, իսկ կառավարությունը բարեփոխումների անվան տակ փորձում է մտնել շարքային քաղաքացու գրպանը, հայտարարում էին բողոքի ակցիայի մասնակիցները։ Եթե այն ժամանակ մարդկանց փողերը տան, մարդկանց մեջ հավատ կներ։ Չկա այդ հավատը, ում հավատամ ես։ Հələ դուք նայեք մեր կառավարությունը, որ մեկին հավատաս։ Մարդիկ նստած մտածում են ժողովրդից որտից ոսկորները ոնց կամեն։ Ոչ մի բան է հուսալի չի, որ այդ բաները 30-40 տարի հետո մեզ կմիանա։ Մեր գումարները վերադառնա մեզ։ Այս տարիքում պետք է մի կտոր հացով յոլա եթաս, հետո ծերության եթե կձգես, ասենք պետք է մի քիչ արժանավայելվես, ում է պետք։ 50 տարի սենց ապրի մեռնելով գնա, ասենք 30 տարի ասենք մի կտոր հաց ավեր կերում ապետ։ Եթե ջայել տարիդ պետք է չվայելես, ասենք ինչ իմաստ ունի ծերությունը դվայելելը։ Մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքի ակցիային էին միացել նաև դեմ ենք 5% պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի նախաձեռնության անդամները։ Վերջիններս եւս վերահաստատեցին պարտադիր հետպահումներ անելու իրավունք գործատուները չունեն, քանի որ գործը գտնվում է դատարանում եւ բացի այդ օրենքը հետադարձ ուժ չունի։ Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի հայտարարությանը, ապա ըստ նախաձեռնության անդամների այն ճնշում էր գործատուների նկատմամբ։ Այստեղ ճնշումների հետ ամեն ինչ կապված։ Նույն եթե վերցնենք Սարդարապատի թանգարանը, որը երևի դուք բոլորդ էլ ականատես եղաք այդ մամուլում տարածվող, որ իրանք ասում են մենք համաձայն ենք, իրանք են մեզ զանգ տալիս, ասում են որ ճնշումներ կա։ Նույնիսկ մի առաջի զանգին կարող է մի բան ասել, երկրորդ զանգին ուրիշ բան, մի բան ակնհայտ է, որ հիմա համատարած ճնշումներ է այս հարցով տիրում ամբողջ Հայաստանում։ Խորհուրդ կտամ գործատուներին ականջ դնել Սահմանադրական դատարանի հայտարարություններին, քան ՊԵԿ-ի կամ ինչ-որ Կենտրոնական բանկի հայտարարությունները, որոնք իրավասու չեն որևէ ձևով բացատրել Սահմանադրական դատարանի որոշումները։ Մետրոպոլիտենի աշխատակիցները 100-ից ավելի ստորագրությամբ դիմում նամակ հանձնեցին տնօրինությանը, պահանջով որպեսզի հետ վերադարձվեն իրենց գումարները։ Առայժմ կսպասեն նամակի պատասխանին, որից հետո կծրագրեն իրենց հետագա անելիքները։ Փայլակ Վարդյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։